Adobe Photoshop-ի նոր թարմացված 27.6 տարբերակում ավելացվել է Rotate Object հնարավորությունը, որը թույլ է տալիս այժմ դիտել օբյեկտը տարբեր անկյուններից, ինչպես նաև նրան պտտել տարածության մեջ և հարմարացնել նկարին։ Եթե մենք ունենք այս նկարը և ներ ենք մուծում որևէ մեկ այլ նկար, դրանից հետո մեր մոտ այս կոնտեքստուալ բառում մենք տեսնում ենք Rotate Object-ը և այդ հրամանը մենք նաև կարող ենք գտնել մեր Edit վահանակում։ Եթե ակտիվացնենք մենք այժմ մեր Rotate Object-ը, ապա դուք կտեսնեք, որ մեր ներմուծած շերտը կդառնա Smart Object։ Այս գործողությունը կվերացնի նրա հետևի ֆոնը։ Այժմ մենք ստացել ենք մեկ օբյեկտ նոր շերտի վրա, որը ունի այստեղ հնարավորություն պտտել նրան, ինչպես նաև վերադասավորել նրա հեռանկարը, փոփոխել նրա չափերը, տեղափոխել և պտտել տարածության մեջ, որը մեզ թույլ կտա տեսնել այս օբյեկտը տարբեր անկյուններից։ Այս նույնը մենք կարող ենք նաև իրականացնել այս մեր կոնտեքստուալ բառից, օգտագործելով Tilt-ը, թեքելով նրան, կամ կարող ենք անել Reset վերադարձնել նրա սկզբնական դիրքին։ Եթե մենք վերջացնենք մեր աշխատանքը այս օբյեկտի հետ, մենք կարող ենք սեղմել Done և այն կտեղավորվի մեր նկարում։ Այն վերջնական տեղավորից հետո մենք նաև հնարավորություն կունենանք նրան նորից խմբագրել։ Այդ անելու համար մենք պետք է այս մեր օբյեկտը ընտրելով ակտիվացնենք Edit Rotation հնարավորությունը, որը այժմ մեզ թույլ կտա ձևափոխել մեր օբյեկտը այս նկարում և տեղավորել մեր նկարի մեջ։ Այժմ դուք տեսնում եք, որ մենք տեղավորեցինք այս օբյեկտը մեր նկարում և եթե մենք սեղմենք Done, ապա կստանանք մեր նոր օբյեկտը իրեն ձևափոխումներով, որը հարմարացվել է մեր նկարին։ Այս նոր հատկությունը թույլ է տալիս օբյեկտները պտտել և դիտել նրանց տարբեր անկյուններից։ Բացի դրանից, երբ որ մենք արդեն վերջացրել ենք մեր գործը, ապա ինչպես գիտեք, մենք Photoshop-ում ունենք Harmonize հնարավորությունը, որը ակտիվացնելուց հետո Photoshop-ը Generative Fill-ի և Adobe Firefly-ի օգնությամբ կհարմարացնի մեր նկարի լույսերը մեր օբյեկտի հետ։ Եվ դուք այժմ տեսնում եք, որ մենք ստացանք 3 տարբերակ, որից կարող ենք ընտրել մեր նոր դրված օբյեկտի համար և կարգավորել լույսերը այս մեր աշխատանքում։ Rotate Object-ը մենք նաև կարող ենք կիրառել ինչպես տեքստը, այնպես էլ shape-երի վրա։ Եթե մենք օրինակ վերցնենք նկարենք որևէ մի shape և դրանից հետո rasterize անենք այդ shape-ը, որը պարտադիր է, որպեսզի ակտիվանա Rotate Object հնարավորությունը, այստեղից կտանք Rasterize Layers, և եթե մենք գնանք Edit, ապա մենք կարող ենք տեսնել, որ մեր մոտ կակտիվանա Rotate Object-ը, և այն կիրառելուց հետո մենք հնարավորություն կունենանք նաև դիտել այս shape-ը տարբեր անկյուններից։ Այժմ դուք տեսնում եք, որ մեր մոտ ակտիվանում են այս բռնակները, որոնք հնարավորություն են տալիս պտտել այս shape-ը տարածության մեջ, ինչպես նրան թեքել և դնել հեռանկարի մեջ, և եթե մենք այժմ սեղմենք Done, մենք կվերջացնենք այս մեր գործընթացը, որից հետո մեզ կմնա միայն կիրառել Harmonize-ը, որպեսզի ճիշտ դասավորենք լույսերը։ Եվ եթե մենք այժմ սեղմենք Harmonize, ապա մենք կստանանք արդեն մեր օբյեկտի լույսերը համապատասխան մեր նկարին։
Փաստորեն այս նոր հնարավորությունը թույլ է տալիս աշխատել մեզ ինչպես շեյփերի, այնպես տեքստերի հետ, բայց միայն raster-ize կատարելուց հետո։ Այս նոր հնարավորությունը հեշտացնում է տեղադրել օբյեկտները նկարում և դիրքորոշել մեր նկարի մեջ։